Երեխեքին եկա վերցրեցինք, ես ու Էրիկն ենք այսօր եկել ու գնում ենք Աննայի հետ սուրճ խմելու։ Արի բալիս, հեսա մեքենան գալիս է, գնանք տուն, մի հատ գնանք սուրճ խմենք Աննայի հետ, հետո նոր տուն կգնանք։ Արսեն։ Եկել ենք երեխեքը խաղում են, Սոֆիա, հələ արի Սոֆիա, արի, արդեն մանա գալի մեր աղջիկը, արի, այ պաչեմ, պատրաստվել էին, որ դուրս գան մեզ դիմավորեն, պաչեմ, Ծիրանա, կարողա պերք տարկորել, գնացինք, բարևի հաջող, թող մաքրի սաղ, սիրուն կտրտի, որ մաքուր եղնի, դա, բացի բալես, գնացի, քանի տակա, ինչնենք, Այս իրանք են բացում փագում։ Այսօր երկուսն ամսի։ Մամա գունեն գանում։ Մամա էսի գուլյան ստուն։ Գուլյա տատիկի։ Գուլի Կուկլ կա, հələ շալ բադ վեր է բարձրացում։ Ոյ ընգավ ծառը։ Էրիկ ջան, այդ կոմով մի գնա, բալես։ լավ է, թողա մազերը հուսի քնելերը դեն սիրուն։ Շատ սիրուն ա եղել մազերը։ Թաց հուսի, շատ կուտաշի։ Թաց Աննա, գլուխը թաց ա, տուն տար։ Բան փչեց։ Այդ հոդ նոր զակաս են։ Արսեն ջան, մի վազի, բալես։ Արի, Մարիա ջան։ Այս ամառն եկա, վերև ներքև։ Վազելով։ Գնա։ Արի, բալես, արի։ Շոր հակնեիր, արի։ Չէ, ցուրդա քամին խպեգա։ Արի եկուց գիշնինք։ Ունը չէ, ինքը կարնեին ապասի տանը։ Արի, սոպչկան տակ հակած։ Ասեց Մարիան օրքա կկամ կտենա Մարիային։ Էքուս կգակ։ Արի։ Արի։ Սուրտա գնացեք, քամիա, վազեք, հաջող։ Պակա։ Սոֆիա, պակա։ Հաջող ձեզ։ Մարիային տուն բերինք մանկապարտեզից, տաքսով եկանք, մի հատ կոֆե խմեցի ու գնում ենք տուն, հայ Էրիկ ջան, դա կուրտկա չի հակել, Сейчас не приду. Завтра. Ես էլ պետք է ուզեմ չուզեմ հետևներից վազեմ։ Աղջիկներս կատնային աղջիկը թխեցի, լիստերը շատ ընտիր էր ստացվել, ասեմ առաջի անգամ է պատրաստում ու ընտիր խմոր էր ստացվել, ուղարկեցի աստղիկին, ասեց որ շատ լավ է ստացվել, մնում է վաղը հավաքեմ, մարտի 4-ին իմ և Գյորգի ամուսնության 11 տարին է, հենց այդ օրն էլ սիրուն կհամտեսենք, աղջիկներս երեկվա եղանակը հիշում եք, եթե են մյուս ալիքիս վլոգը տեսել եք, ընտեղ լրիվ արդեն գարուն էր, եղանակը տակ արևային, իսկ այս ալիքում եղանակը այսպես ցուրտ ձմեռ, ձունա գալիս այսպես կամաց ծանծրևի նման, հա, նույնիսկ ալիքի եղանակներն են տարբեր, նրանք խոզի վիճակում է գտնվում, չէ դեռ իրեն լավ է զգում, 2 օր է մնացել, պետք է ուշադիր լինենք,
որ հանկարծ ծագերին վնաս չտա։ Ոյ, անձրևնիկով։ Արդեն անձրև է գալիս։ Միտեղ ձմեռ է, միտեղ ամառ է, միտեղ աշուն։ Աղջիկներս գիշերով գնում ենք խանութ, Գյորգին նոր աշխատանքից տուն եկել։ Ես լույսը անջատեմ, որ շները դուրս չգան։ Կրեմի պարագաներն առնեմ գան, որպեսզի կրեմը պատրաստեմ։ Եվ այդպես վաղը սուրճ խմենք։ Հիշենք, որ այդ օրը մեր ճակատագրական օրն ա եղել ամուսնության, այդպես։ Երկու սրտեր, վարդի թերթեր։ Չէ, Գյորգ։ Երկու սրտեր, վարդի թերթեր։ Հանդիպեցին իրար 11 տարի առաջ, հիշում ես մեր առաջին հանդիպումը։ Հիշում ես Գյորգ Բորեկակ։ Ես էլ եմ հիշում։ Այդպես գնացինք աղջիկներ ջան, գնանք խանութ գանք։ Ու վաղը արդեն կմիանամ ձեզ առավոտյան։ Առավոտ պետք է գնամ մանկապարտեզ։ Մարտի 8-ի պատրաստվել են մանկապարտեզում, վաղն են շնորհավորելու։ Պետք է տղայիս հետ պարեմ, այսինքն մամաների յանց տղաների եւ աղջիկների հետ պետք է պարեն, էլի, այդպես համար պետք է ներկայացնենք, չգիտեմ, տեսնենք ինչպես կանցնի մեր օրը։ Ասա անձրև չգա, եկուցել է անձրև տված։ Ասում եմ են մի ալիքում եղանակը գարուն էր, այս մի ալիքում արդեն աշուն է։ Այդ է գիշերով իմ դասերը ինձ ուր են բերում։ Մանդարին, Չէ, հա, տես չեմ, չէ, պետք է լվանում, կտրտեմ շերտերի մեջ լսնեմ։ Mandarin. Narin. Yes. İyi şalvarını. Ne haki? Բարի առավոտ աղջիկներս, ինչպես եք հուսով եմ լավ եք, ես պատրաստվել եմ գնում եմ մանկապարտեզ, այսօր մեր մանկապարտեզում նշում են մարտի 8-ը, մայրիկներին հրավիրել են, պետք է այնտեղ պարենք եւ այլն, չգիտեմ նկարանեմ թե չէ, ամեն դեպքում որ ֆորմալ լինի։ Մազերս նոր եմ լվացել, վեներ, գույնը քանի գնում այնքան բացվում ալը նայք։ Դեղից պետք է գնամ բերբերիս, գնումներ ունեմ, սակասներս եկել ավ պատվերներս, հետո պետք է գնամ առևտուր անելու, հետո պետք է գամ դուրնորդս հավաքեմ, մի խոսքով այսօր շատ խառը օր եմ ունենալ, քանի որ մեր ամուսնության 11 տարիներ են, Պես պետք է պատրաստենք։ Արագ եկա մոռացա տամախոնը վերցնեմ, դուրս չէին ուզում բացել։ Հասանք մանկապարտեզ։ Հələ նայեք իմ սիրուն են զարդարել։ Ֆոտոսեսիա այդտեղն է, շատ սիրուն է։ Спасибо.
ենք։ Եսա կգան երեխաները, այսօր Արսենին սև տաբատ եմ հացրել և սպիտակ սառոշկը։ Փեսացվի տեսքներ։ Սպասում ենք։ Դասավորում են ստեղ ամեն ինչ։ Այդպես աղջիկեք ջան։ Երաժշտության ժամանակ ձայնը կփակեմ, որովհետև պետք է երգեն, պարեն, չգիտեմ, մենք էլ պետք է պարենք։ Տեսնեմ ինչպես կստացվի փորձերի ժամանակ ես չեմ եկել, չեմ էլ իմացել, որ որն է փորձը լինելու, մտածում եմ պետք է ուրբաթօրը լինի, բայց 5 շաբթի օրն են արել, դրա համար ուշացել եմ փորձից, բայց հիմա գլուխ կհանեմ, սպասենք երեխեքը գան ու կմիանամ ձեզ։ Дорогие наши милые родные, самые красивые. Мы сейчас и сейчас там детки. Арсен, Милана, Милана, Ваня, Аня. Աղջիկներս վերջացրեցինք մեր միջոցառումը, Արսենին թողեցի, Աննան կգա կվերցնի ժամը 4-ին, հիմա գնեմ Viber-ից, պատվերներս վերցնեմ, այսպես քիչ-քիչ ա գալիս, մի անգամից չի գալիս, մեկը 7-ին, մեկը 8-ին պետք է գա, հիմա տեսնեմ, որ մեկն է եկել, գնամ սլիվկեն էլ առնեմ ու գնամ տուն, արդեն տանը կմիանամ ձեզ, այդ ընթացքում քան դեռ ժամանակ ունեմ, մի հատ խանութ կմտնեմ, տեսնեմ ինչ կա չկա, տորթերի վերաբերյալ, այդպես գեղեցիկ, որպեսզի զարդարեմ, քանի որ պետք է կատնային աղջիկը ներկայացնեմ, ուզում եմ սիրուն լինի տեսքը, կտրվածքն էլ ցույց կտամ ձեզ, միասին կզարդարենք եւ գովազդների հետ կապված նամակներ եք ինձ գրում Աննա ջան, ինչու մեր ալիքը չես գովազդում եւ այլն, տեսնում են, որ գովազդներ եմ կատարում, աղջիկներս միջև ինչ չեք գրում, ես ոչ մեկ էջը գովազդ չեմ անում, ինձ պետք է գրեք, որպեսզի ես ձեր էջը գովազդեմ, քանի որ եղել է դեպքեր, որ նոր են սկսել ու ես այսպես ցանկանալով գովազդել եմ, ու ինձ նամակ են գրել, ասել են Աննա ջան, որ խնդրեմ կջնջես, այդ մեզ հաճելի չի, որովհետև իրանք չեն խնդրել ու ես հասկացել եմ, որ ես սխալ եմ արել, որ տվյալ մարդուն գովազդել եմ առանց իրանց հարցնելու։ Ուղղակի ես ցանկացել եմ, որ իրանք էլ շատ շուտ YouTube-ում իրենց տեղը գտնեն, հա, հետևորդուհիներ ունենան, իմ հետևորդուհիների նման շատ լավ հետևորդներ։ Ես էլ ինչ պետք անեմ, բնականաբար համհեռացնում եմ։ Մի հատ էլ ասում եմ կներեք, որ փորձել եմ ձեզ օգնել YouTube-ում, հասկանալով, որ ես սխալ եմ արել, ու հիմա միջև ինչ չեն ասում, դիմում, Աննա ջան կներկայացնես թե չէ, թեկուզ եւ անվճար, ես այդ ժամանակ նոր ներկայացնում եմ, իսկ ուղղակի ես գովազդներ չեմ անում, որովհետեւ մարդկանց մի մասին կլինի հաճելի, մյուս մասին էլ լինում է տհաճ, այսպես է դուրս գալիս, դրա համար էլ չեմ գովազդում աղջիկներս, կցանկանաք գրեք, ես էլ կասեմ այն պայմանները գովազդների, կգովազդեմ, ձեզ դուր կգա, կգովազդեմ, ոչ, հասանք խանութ, տեսնեմ, այստեղ կա 33% սլիվկա, սերուցք վերցնեմ ու տուն գնանք։ Սենց սաղիկ եմ արել, որ տորթը զարդարեմ, մենակ ինչ սիրուն է։ Տեսնենք ինչ ձև կլինի տորթի վրա, պատերը սա եկել, սրտիկները այսպես մեր փոքր կարդես չափերի է, երկու այսինքն երկու չափերի է, շատ լավ այսպես, եթե ցանկանաք արտիկուլներ ուղարկեմ, եթե ոչ, պետք է մի հատ լվանամ,
Сок չի բալես, էդի սլիվկա է։ Սլիվկա։ Это вот. Մամա սոկ բերե։ Да. Մամա սոկ չի բերե, էդի սլիվկա է։ Ele, գնացինք քնելու։ Сот. Папа здесь? Հա։ Вот здесь? Բացեմ։ Да. Լիստերնա։ Мама. Աջա։ Тут на. Творожный сыра, сливкая, калякստева. Да. Չմոռանամ շաքարի փոշի հանեմ, Малашливый. որ կրեմ չիզի մեջ ադելացնեմ, Малашливый. բայց ստիկլի կարող կրեմ։ Малашливый. Հələ սպասի, Էլինա ջան, լեի չի բալես, իչի մի հատ շերքը հանեմ։ Գնամ կրի։ Հուսա սանկեսեր բաման տևավորում։ Ես էլ հնես կուզեի քնեմ, որ բայց Ես 4 պալգաս 447 ռոբել է, դա է հա, Мама, Папа, 58 գրամ, Папа, էլիա անհրաժեշտ։ Ինչը բացեմ բալես։ Папа. Հələ սպասի, շաքարի փոշին իջացնեմ։ Հա, բացեմ, Ես նույն քնած չէ։ քնոկա, հələ շուկա։ Շաքարի փոշի է։ Մեզ պետք է 100 գրամ։ Պատրաստում ենք կրեմ չիզը, ավելացնում եմ 100 գրամ շաքարի փոշի, 400 գրամ Էլնա դու չես քնում այ։ творожный сыр, 100 գրամ է սլիվկա։ Սրանք ծերի։ Ига. А я мото. Ես բրուկտեի Что? մի հատ պատերը պարտադիր մաքրում եք, հետո նոր անում Мото? եմ, հա, Что? համբեր Էլինա ջան, Рапи? հա, համբերի, Мото надо. Ահա աղջիկներս կրեմ արդեն պատրաստ է, հիմա անցնում ենք գանաշը պատրաստելու։ Աղջիկներս միջև կատնային աղջիկը 5 ժամ մնա սառնարանում, ես այդ ընթացքում կարտոֆիլը կմաքրեմ, հացը կպատրաստեմ, մարինադ պետք է պատրաստեմ, որպեսզի ջեռոս տեղափոխենք։ Իսկ տորթը արդեն կզարդարեմ, զարդարած վիճակում կտեսնենք։ Աղջիկներս կատնային աղջիկը հավաքեցի, տեղափոխեցի սառնարան, որպեսզի 5 ժամ մնա, հետո նոր արդեն կանցնենք ձևավորմանը, կանաշով պետք է պատենք ու հարթեցնենք։ Այդտեղ ինձ եմ վերցրել, ոնց անեմ, որ ամանալեց լինի։ Իսկ կարելի է 3 մասի բաժանել, չէ՞։ Չէ, 2 հատ լավ է։ Հանդեպ ճարմար բահանես, քիչ բդիգայ պաստանա։ Շատ մեծ։
Էսի հանեմ վրա, էս թե չէ։ Չմենակ այդ պոչինը։ Որը։ Էսի։ Էսի անում են Հա, էսի։ Հա։ Ովքից կտրում ենք։ Հա։ Ահա։ Կիլո 235 ռուբլի էր։ Դա բա։ Հա։ Այս կաշին անահան է։ Որը։ Այդ կաշին, հա։ Անենց են հանում, որտեղ էլ են էլի փող աշխատում, քաշա։ Չեն հեռացնում։ Հա, բերեցա։ Կաշա։ Ես առաջ ինքան շատ էի սիրում խոշացավ, որ էփած ուտում ես։ Մենակ ինքն իրանով ես էլի էփում, ոչ թե ինչ-որ տոմատով կամ գույնավոր պերեզ-մերեզ չենք ավելացնում։ Ժամանակին ու 10 քանի տարի առաջ այդպես էփում ենք ու էդ էր ուտում։ Աղջիկները այստեղ միսն են մարինադարել, հավի միսը եւ կարտոֆիլ, քրքումով, կարմիր պղպեղով, սև պղպեղով, աղով, բուսայուղով, մայոնեզով եւ ավելացրել եմ խորովածի համար նախատեսված պրիպրավաներ, համեմունքներ։ Արդեն մոտավորապես 1 ժամ է մարինացված է, հիմա տեղափոխում ենք ջեռուց, որպեսզի եփվի։